Ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը իր խորհուրդներից։ Թող նա վերադառնա Տիրոջ մոտ եւ ողորմություն գտնի, մեր Աստծո մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհիզեր անօրենություններին, ասում է Տերը։ Ուրեմն գիտեք, որ այսօր Պահոց կիրակիներից երրորդ կիրակին է, որ կոչվում է անառակ որդու կիրակին։ Թե որ պահքի երրորդ կիրակին է, բայց ամեն դեպքում այն համարվում է ամբողջական այս 48-ած պահքի սիրտը։ Ինչի համար, որովհետև ամեն բան սկսվում եւ ավարտվում է այս առակի իմաստի մեջ։ Եվ ամբողջ այս առակը առհասարակ, որը կիրակի օրվա խորհուրդն է կրում իր վրա, մարդկության աշխարհի սկզբից մինչև վախճանն է ներկայացնում, նկարագրում։ Գրեթե կարելի է ասել ամբողջ ավետարանի մեջ, ամբողջ Աստվածաշնչի մեջ, անառակ որդու առակը Աստվածաշնչի իրապես սիրտն է, զարգերակն է, որով սկսվում է աշխարհը եւ ավարտվում դրանով աշխարհը։ Ամբողջ Աստծո թագավորության նկարագիրն է, ամբողջ Տիրոջ մարդապետության նկարագիրն է, մեր ապրելու իմաստը, մեր ճանաչողությունն է դեպի Աստված, մեր ընթացքն է դեպի Աստված, մեր մերժումն է դեպի Աստված, սկսած դրախտային կյանքից, Ադամի Եվայի ընկյալ վիճակից, մինչև Տիրոջ փրկություն, մինչև Տիրոջ արքայության գալուստ, մինչև դատաստան։ Ուրեմն այս ամբողջ նկարագրությունն է անառակ որդու պատմության մեջ։ Իհարկե, մինչև անառակ որդու առակի գալը Տերը նախապատրաստում է մեկ այլ առակներով մեզ սովորեցնելու, թե Աստված ինչպես է դատելու աշխարհը, կամ Աստված ինչպես է մտածում։ Ուրիշ անգամներ էր եղել է, միշտ ասել են, որ Աստծո համար ոչ թե մարդկային թիվն է կարևոր, այլ Աստծո համար ամեն մեկ մարդու որակն է կարևոր։ Որտեղ Աստծո համար ամեն մեկս մեկական արժեք է։ Ուրիշ անգամներ էր եղել է, միշտ ասել են, որ կարող է 100 հոգի ճշմարիտ ըստ իրենց պատկերացման ճշմարիտ խոսք ասեն։ Մեկ հոգի ըստ հասարակության, ըստ հայրենիքի, ժողովրդի, միջավայրի, գյուղի, քաղաքի, բոլորիս պատկերացման մի հոգի սխալ արտահայտություն ասի, դա չափորոշիչ չէ, որ տվյալ մարդը սխալ է։ Որտեղ կարող է մեզ համար է սխալ, բայց Աստծո համար նա սխալ չէ։ Այս նրա համար հասկանալու, որպեսզի իմանանք, թե տվյալ մարդը ճիշտ է, թե սխալ, պետք է ուսումնասիրել, պետք է ուսուցանել Սուրբ Գիրքը։ Պետք է ուսանել այն, այնպես, որ երբեք որևէ մեկ տառ, որևէ մեկ բառ, որևէ մեկ շեշտ, որևէ մեկ ստորակետ մեր մտքից հանգած բացակա չլինի։ Որովհետև եթե Աստվածաշնչից մեկ տող, մեկ բառ անգամ հանկարծ հենց այնպես չընկալեցինք, ինչպես ասում է Սուրբ Գրքում Հիսուս Քրիստոս, ուրեմն դա անեծք է մեզ վրա։ Ուրեմն հաստատ դիմացինին ճիշտ չենք հասկանալու։ Դիմացինի դարձի գալու ճանապարհը մենք ճիշտ չենք հարթել։ Մեզ համար 1000 հոգին ճշմարիտ խոսք են ասելու, մեկ հոգին մեղավոր է լինելու։ Բայց արի տես, երբ որ տեղափոխենք տեղերով, ըստ Սուրբ Գրքի, ըստ Աստծո խոսքի, այդ մի հոգին ավելի ճշմարիտ է, քան 100 հոգի, կամ 1000 հոգի։ Այսօր էլ հասարակության մեջ մեր ժողովրդի 99% ապրում է սխալ, 1% է ապրում ճիշտ։ Բայց այդ 99-ը քննադատում է 1%-ին։ Ով որ ուրիշ անգամներ է եղել է ասել եմ, ով որ գալիս է եկեղեցի, դրսում գտնվող մարդիկ քննադատում են եկեղեցում գտնվող մարդկանց։ Եկեղեցի հաճախողներին, պատարակների հաճախողներին, աղոտ բարձրացնողներին, մոմ վառողներին,
Եկեղեցու սրբություններն ընդունողներին, սրբապատկերները համբուրողներին, եկեղեցու սուրբ քարերը համբուրողներին, եկեղեցու տոները, ծեսերը, ծիսակարգերը ընդունողներին, եւ այլն, համարել է, որ դա կռապաշտություն է, համարել է, որ դա կեղծիք է, համարել է, որ դա երկրորդական է, համարել է, եւ նույնն էլ հակառակը։ Եկեղեցի հաճախողները շատ հաճախ քննադատում են դրսում գտնվողներին։ Գիտեք, թե որ մենք որ եկանք, պատարագի մասնակցեցինք, ապաշխարության մասնակցեցինք, տոներին, ծեսերին, ծիսակարգերին, խորհուրդներին մասնակցեցինք, ուրեմն նշանակում է մենք փրկվանք։ Մնացածներն ովքեր որ չեկան, իրանք չփրկվան, իրանք դժոխք են գնալու։ Ոչ, այդպես չէ։ Դրա համար այսօրվա առակները մեզ շատ գեղեցիկ կերպով նկարագրում են հետևյալը, որ մարդը, այո, ընկավ, սայթաքեց, մեղքի պատճառով ընկավ, բայց Աստված այդ ընկած մարդուն ինչքան էլ որ դաժան լինի նրա մեղքը, ինչքան էլ որ ահավոր լինի նրա մեղքը, ինչքան էլ որ խորը ընկած լինի, Աստված այդ մարդուն ավելի է ուշադրություն դարձնում, քան այն մարդուն, ով որ ընկած չէ, ով որ սայթակած չէ, ով որ մեղքերի մեջ շատ փաթաթված չէ։ Դրա համար ովքեր որ եկեղեցի են հաճախում, ովքեր որ պատարագների են մասնակցում, ովքեր որ եկեղեցական այս խորհրդակատարությունների մասնակից ու բաժնեկից են դառնում, թող չպարզենան, որ իրենք փրկություն ունեն, եւ չպարզենան, որ իրենք ավելի բարձր են, քան այն մարդիկ, ովքեր որ դրսում են, տեղյակ չեն, գիտես ինչ, որ այս կիրակի օրինակ անառակ որդու կիրակին է։ Գիտեմ, որ պահք է։ Խոսում ես մարդու հետ, մարդը գիտի, որ պահք է։ Շատերը գիտեն, որ պահք է։ Մեծամասնությունը գիտեն պահքի շրջանը, բայց ինչպես են դիտարկում այդ պահքի շրջանը։ Դիտարկում են իբրև մի հարելու, դիտարկում են իբրև որ ցուցադրվելու, ոչ ցույցան որ պահք է դե։ Մի քիչ էլ գրպանները խնայելու համար։ Դե միսը թանկ է, չէ։ Յուղը թանկ է։ Ասենք բուսականով որ սնվեն, մի քիչ ավելի կխնայեն։ Առողջական խնդիրների մասին մտածելով, նիհարելու մասին մտածելով, գրպանի մասին մտածելով համար են մարդիկ պահք պահում։ Մնացածի մասին չգիտեմ, բայց երբ որ մարդուն ասում ես, դե գիտես ինչ, քո պահք պահելու գերագույն նպատակն ու միտքը պատարագի մասնակից դառնալն է, ասում է դա պարտադիր է։ Բայց ինչ ես պահք պահում։ Իմաստը որն է պահք պահել։ Եթե դու պետք է պահք պահես, բայց ուրիշ անցած անգամ էլ ասեցի, բայց պատարագի մասնակից չպետք է դառնաս։ Չպետք է նախապատրաստվես Սաղգազարդի տոնին տիրոջը դիմավորելու եւ տիրոջը ճաշակելու եւ ընդունելու քո ներսում։ Եթե դու ավելի խստակենցաղ կերպով ավակ շաբաթը չես անցնելու պահելու այն, որպեսզի հասնես վերջին ընտրիկին կամ ճրագալույցի պատարագին կամ զատկական պատարագին, տնելու տանջանքով ու տառապանքով գալու սուրբ ճաշակումը ընդունելու, քո պահքը դիզուր է։ Մի պահ, պետք չէ։ Մի զարմացրու ոչ մեկ։ Բայց միևնույն ժամանակ այսօրվա առակների իմաստնությունն է, որ թեկուզ եւ դու այդ ամեն ինչի մեջ ես, դա չի նշանակում, թե մյուսներին պետք է հալածես։ Դա չի նշանակում, թե մյուսները քեզանից ցածր են։ Դրա համար ինչ էր ասում, երբ որ փարիսեցիները կամ հրեաները քննադատում էին Քրիստոսին, ասում են մաքսավորների, փարիսեցիների հետ սեղան են նստում։ Էս ի՞նչ է։ Նրանց հետ խոսում է, զրուցում է, շփվում է, նստում է, վեր է կենում։ Քրիստոս պատասխանեց, լսեք, ասում է, առողջին բժիշկ պետք չէ, հիվանդին է բժիշկ պետք։ Եթե դու առողջ ես, դա չի նշանակում, թե ուրեմն հիվանդին էլ այլևս պետք կարիք չկա օգնել։ Աստված ոչ թե առողջների համար է միայն, այլ առավելաբար հիվանդների համար է։ Եկեղեցին ոչ թե սրբերի վայր է,
Եկեղեցին ոչ թե հրեշտակային թևեր ունեցող մարդկանց համար է, որ մտածենք, թե գիտես ինչ, եկեղեցի գնացողները, եթե եկեղեցի են գնան, ու սուրբ պետք է լինեն։ Ով է ասում, որ եկեղեցի գնացողը սուրբ պետք է լինի։ Ով է ասում, որ հոգևորականը սուրբ պետք է լինի։ Այդտեղից սկսենք։ Ով է ասում, թե եկեղեցի գլուխ պետք է սուրբ լինի։ Այո, պետք է ձգտի հասնել կատարելության։ Ինչպես ասում է Հիսուս Քրիստոս, կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Ձգտեք կատարելության։ Բայց չի ասում երկրի վրա բոլորը սուրբ եղեք։ Սրբության մասին ոչ ոք չի ասում, չի պարտադրում, այլ պարտադրում է ձգտում։ Աստված ձգտումն է գնահատում։ Ոչ թե հասնես մի իրավիճակի եւ ընկնես մեծամտության մեջ։ Համարես դու արդեն մաքրված ես, դու արդեն սրբված ես, էլ ոչ մի բանի կարիք չունես, մնացածները դժոխքի մաշին։ Եվ սկսես մյուսների քննադատել։ Ոչ, եկեղեցին կոնկրետ, հիմա երբ որ ասենք, երկրի վրա Աստծո թագավորությունն է, դարբնոցն է, կռարանն է, կռոցն է, որտեղ որ մարդը կոփվում է։ Եկեղեցին մեղավորների վայրն է, եկեղեցին արտարների վայրը չէ։ Ով որ գտնում է ինքը արտար է, դրա համար չի մտնում եկեղեցին, Աստված իր այդ։ Իսկ ով որ գտնում է ինքը մեղավոր է, դրա համար է մտնում եկեղեցի, փառք նրան։ Ուրեմն հարար է, ինքը ավելի շատ մոտ է Աստծուն, քան է մարդը, ով որ մտածում է ինքը արտար։ Բայց ինչ է ասում Քրիստոս, ասում է դու ունես 100 ոչխար, հələ պատկերացրեք։ Ցանկացած մեկ մարդ պատկերացրեք ունի 100 ոչխար։ Եթե քո ոչխարներից մեկը կորչի, 99-ին չես թողնի, վազես գնաս այդ մեկին փնտրելու։ Երբ որ գտնես այդ մեկ ոչխարի համար ավելի շատ կուրախանաս, քան որ 99-ը ունեի, չէիր կորցրել։ Այդպես չէ մեր կյանքում, այդպես չէ։ Ունես դու 10,000 դրամ, 1000 դրամը կորցրեցիր, 9,000 ունես, էլ ինչ ես ընկնում փնտրեմ, ինչ ես վատս, վայ, 1000 դրամս կորցրեցի, ինչ պիտի անեմ։ Որովհետև գիտես որ քո քրտինքն է։ Գիտես որ դա քեզ պետք է։ Հաստատ 9,000 դրամը գրպանը դրա չես մտածի այդ 9,000 դրամի մասին։ Գտնես մանկկաս այդ 1000 դրամը որտեղ ես գցել։ Էպես էլ Աստված։ Ուզում է երկրագնդի 99.999%-ը սուրբ լինեն։ Եթե մեկ հոգի այդ երկրագնդի մեջ 8 միլիարդ մարդ կա, չէ՞ ասում որ 8 միլիարդ մարդկանց մեջ մեկ հոգին մեղավոր է, Աստված չի նայում այն մնացած 7 միլիարդ 999 միլիոն, չգիտեմ ինչքան մարդ։ Այլ գնում է այն մեկ մեղավորի կորցրածի հետևից։ Բայց երբ որ գտավ, երբ որ այդ մարդը դարձի եկավ նրանով ավելի շատ է ուրախանում, քան որ այն 7 միլիարդը ուներ։ Այսպես է դատում Աստված աշխարհը, այսպես է երկնային արքայության արդապետությունն ու խորհուրդը։ Ուրեմն սա է նկարագրում այսօր ավետարանի մեջ մեզ եւ ամբողջացնելով այս միտքը բերում է աշխարհի ստեղծման օրվանից մինչեւ աշխարհի վաղճան ամբողջական մեկ պատմություն մտցնում է անարատ որդու առակի մեջ։ Ով էր անարատ որդին։ Մեզ նման մեկը մարդն էր, մարդ։ Ավակ որդիներ էր մեր մարդկանց շարքում գտնվում։ Անարակ որդիներ էր մեր մարդկանց շարքում գտնվում։ Ավակ որդին այն մարդկանց շարքում է գտնվում, ովքեր որ ըստ իրենց պատկերացման, իրենք Աստծո տան մեջն են, իրենք ոչ մի կարիք չունեն, ոչ մի բանի խնդիր չունեն, իրանք արտար են, իրանք ազնիվ ծառա են, ծառայում են Տիրոջը, հորը։ Որտեղ անարատ որդու մեջ հայր կերպարը, որ ասում է, դա Աստված է։ Ավակ որդին եւ կրծեր որդին մենք ենք։ Ավակ որդին այն խավն է, այն մասն է, ովքեր որ իրենց թվում է թե իրանք այնքան մեծ հավատք ունեն, որ արդեն փրկված են։ Ոչ մի բանի կարիք չունեն, բայց մեծամիտ են իրականության մեջ։ Զոմբիացված ապրում են։ Որովհետև այն ամեն ինչը ինչ որ Աստված նրանց տվել է,
չեն ծառայեցնում այն ամենին, ինչի որ անհրաժեշտ է։ Ինչ է ասում ավակ որդին, սկսենք ստեղից թարս կարդանք, էլի, անարակ որդին։ Մեծ որդին ինչ է։ Էտան ծառայես, չէ, տան տերն է։ Պատկերացնենք մենք հավատացյալ ժողովուրդս ուրիշ անգամներ է եղել ասել։ Մենք հավատացյալ ժողովուրդս եկեղեցու հետևորդ է։ Ասում ենք, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Այս շատ բան է, ում է պետք քո հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը, որ այդ հայ առաքելական եկեղեցի աղքատ վիճակի։ Եթե այդ շնորհը չես ծառայեցնելու, հանուն այդ եկեղեցու զարգացման ծաղկում։ Եթե պահը, որ եկավ քննադատեն պետք է հայ առաքելական եկեղեցի, այսպես պատկերացնենք, էլի աշխարհիկ ձևով է նկարագրում, որ հասկանանք ինչ է անարակ որդու առակի իմաստը։ Այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում առաքելական եկեղեցու հետևորդ չեն, ճշմարիտ եկեղեցու հետևորդ չեն, ճշմարիտ Աստծո հետևորդ չեն, քննադատում են քո եկեղեցին, դու ձեր չես անում։ Երևի տեսած կլինի, չէ՞, ինտերնետով այն Ումաս քլաբե, մլաբե, չգիտես, այսպիսի բաներ կա։ Են որ ձեր են արվում, հրեշտակի, չգիտեմ, հում, սրան, նրան։ Ասենք ինչ տեսակի, լպիշ կերպարանք, ասես, ինչ հումարային ծրակ, էլ ուրիշ հումորի ձև չկա, կապել են սրբություններին ու քրիստոնեության եկեղեցու։ Իրենց թվում է իրենք վատ բան չեն անում, բայց վատ բան։ Դա հայոյանք է։ Դա ձեր առնելիք է։ Հիմա մեր ժողովրդի գցենք թե 60-ից 70%-ը իրան համարում է հայ, առաքելական եկեղեցու հետևորդ։ Էս է հո տերդերները չեն մեղ գործողով ասես թե մենք տերդերներին չենք հավատում։ Դրա համար նրանք կողքին կանգնած չեն։ Էս է քո հավատքին են վատ բան ասում։ Քո հավատքը ձեր են անում, ոտքի կանգնեք, բան ասեք։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Է պաշտպանեք ձեր ինքնությունը։ Էս է որ կաթողիկոսը չէ որ քննադատեք։ Էս է որ եպիսկոպոսները չեն քննադատեն, էս է որ քահանաները չեն քննադատեն։ Ով ինչ ուզում ասում է։ Ով ինչ անեկդոտներ ասես հանել են Քրիստոսի վերաբերյալ, Աստծո վերաբերյալ, եկեղեցի վերաբերյալ։ Չի կարող։ Քո ինքնությունը պետք է պաշտպանես։ Բա հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես համարում։ Բա հետո էլ ասելու ես, թե Աստված ինչի երես հեքեց մեզանից։ Բա Աստծո աչքի առաջ պատկերացրեք ցանկացած մեկս այստեղ ընտանիք ունենք։ Ցանկացած մեկս ընտանիք ունենք։ Հələ կանգնի որևէ մեկը ծնող ունի։ Ծնողն էլ երեխա ունի։ Հələ պատկերացրեք իր երեխայի դիմաց, օրինակ իմ դիմաց, մեկը որևէ մեկը կանգնի, եկուզ եւ դնենք մի կողմ իմ հոգեվոր կոչումը։ Որևէ մեկը գա իմ դիմաց կանգնի, կաբիգություններ անի իմ ծնողների հասցեի։ Ինչ կանեմ ես։ Էլ չասեմ։ Եվ մեզանից ցանկացած մեկը մեր երեխային մեր աչքի առաջ բերնից կալացածն ասեն, ծաղ, ռենցի ծաղեն։ Զրպարտել։ Այսօր մեկից երեխային դպրոցում ուսուցիչը մի հատ հանգարց բանի ասում, որ մեր երեխայի մեղքի պատճառն է։ Դες պատերազմ ենք սարքում։ Մտնում ենք դպրոց, հնձում ենք դպրոցը։ Մեր իրավունքներն ենք պաշտպանում, մեր երեխաների իրավունքները։ Բա եկեղեցու իրավունքը չի չես պաշտպանում։ Բա հավատքի իրավունքը չի չես պաշտպանում։ Հայ ազգը։ Անարակ որդու առակի մեջի ավակ որդու կերպարն է այն մարդը, ով որ ինքն իրան համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց չի պաշտպանում հայ առաքելական եկեղեցին։ Ինքը այդ ավակ որդու կերպարը ունի։ Պատկերացրեք ով էր ավակ որդին, անարակ որդու մեջ։ Այնպես չէ որ ինքը մեզ միա լավ մարդը էր։ Այս առակի մեջ ամենավարդ մարդը իրականության մեջ ինքն էր։ Որտեղ յանի գոնե զղջաց դարձի եկա։ Եվ Աստված ընդունեց, ինչ է ասում Եսայի մարգարեն, ասում է ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից։ Անօրեն մարդը իր խորհուրդներից թող նա վերադառնա Տիրոջ մոտ եւ ողորմություն կգտնի հաստատ Աստծո մոտ։ Որը բազմապատիկ թողություն պիտի դա ձեր անօրենությունների։ Հիմա այս անարակ որդին լսել է Եսայի մարգարեի խոսքը, հիշել է որ կարելի է,
վերջը իմ հերս է։ Ինչքան էլ ուզում է բաց բաներ ածրվեմ իմ հոր մոտ։ Հա, տարավ, հատնեցի անառակների հետ եւ այլն։ Իմ ունեցվածքը, հորս կարողությունը, բայց վերջը հերս է։ Չտա, գոնե մի հատ անգյուն չի տա, որ ծառաների հետ գոնե կուշտ փորով հաց ուտեմ։ Ցանկացած մեկս էլ, ինչքան էլ անառակ որդի լինենք, մեր հոր ընտանիքի պատիվը գծած լինենք, երբ որ հետ վերադառնաս ասես պապ, մամ, մեղա, կներես էլ, դեբիլ էի չհասկացա, անուղեղ էի չհասկացա, գայտակրվեց, չեմ ուզում, որ դու իմ որդին, դու ինձ որդի կոչես, չեմ ուզում հին կոչմանս արժանի դարձնես, տանտերուտիրակալ դարձնես, Են քո ծառաները կա էլ այդ գոմի մեջ որ կտվոր կա, գոմի մեջ թրիկ թափող կա։ Իրան շարքին դաս ես էլ երտամ այդտեղ թրիկ թափեմ 2 կոպեկ ընձել դու փոխտուր։ Այդ ո՞րն է հայրն է որ կանգնիկ ասի, «Ա, գնա թրիկի մեջ որ քիթը տրուվի»։ Հաստատ կգթա։ Այդ գթարած հայրը սիդը կփափկի եւ կասի, վերջը որդիս ես։ Հա ինչ անենք, ես այդակ ես մի։ Արի հին պատմուջանը թակի, հին մատանի դիր, ոտքերի դե կոշիկները դիր, որպեսզի ծառայից բարձր լինես։ Այսպես էլ դատելու է Աստված աշխարհը։ Ոչ թե ավակ որդու նման մտածենք, որ ինչ ունենք, չունենք, մերն է, մեկ է մենք Սուրբ եկեղեցու հետևորդ ենք համարվում, քրիստոնեության հետևորդ, Աստծո ժառանգորդ, ոչ մի բանի կարիք չունենք, ու օրերից մեկ օր մեկ էլ տեսնենք, որ Աստված անառակին ավելի շատ տեղ է տալիս, կա, չէ, մարդիկ ասում դե գողի ու անառակի տարի։ Ասում է Աստված այդպիսի մարդկանց ավելի շատ է տեղ տալիս։ Հա, Աստված այդպիսի մարդկանց ավելի շատ է տեղ տալիս։ Որտեղ այդպիսի մարդիկ ավելի շատ զղջում են ապրում, այդպիսի մարդիկ ավելի շատ են դարձի գալիս, քան այն մարդը, ով որ եկեղեցի մեջ է։ Ով որ ինքն իրեն հավատացյալ է համարում, ով որ ինքն իրեն, ինչպես ասեցի, առաքելական եկեղեցու հետևորդ է, ճշմարիտ եկեղեցու հետևորդ է համարում։ Բայց եղած պահին իր շահը չի պաշտպանում։ Ինչ որ իրեն տրված է, դա չի պաշտպանում։ Եվ երբ որ գա դատաստանի օրը, երբ որ մեղավոր մարդը, անառակ մարդը դարձի գա, Եվ գա Աստծո առաջ ասում մեղա Տեր, արժանի չեմ քո որդին կոչվել, քո զավակը կոչվել, սաղ կյանքս վատությամբ ապրեց։ Գոնե այն դրանդ հետևը շան նման թող հաճան։ Այդ ժամանակ Աստված կասի, չէ, մտի տունս։ Արի նստի իմ սեղանի շուրջ։ Ու հաստատ համոզված եղեք այն մարդը, որ ամբողջ կյանքի ընթացքում Աստծո կողքին է եղել, Աստծո տան մեջ է եղել, բայց երբեք Աստծո շահը չի պաշտպանել, կանգնելու է բողոքի, ինչի Աստված։ Այդ սաղ կյանքը գնա, ինչով ասես, զբաղվի, գա իրան ընդունես, ես էլ տանդ մեջ սաղ կյանքս քեզ ծառայեմ, ոչինչ անես, այն ժամանակ Աստված ինչ է կանգնելու ասի։ Ինչ որ ունեի, քոնն էր, պաշտպանեիր։ Ինչի թողեցի, որ հալածեն, ինչի թողեցի ստորացնեն, Քանդին, սպապացին, ավիրեցին, 75-80 տարի ավիրեցիք, ինչի թողեցիր, գողցան, թալեցին, տարան, չէ, էլի կանք հասնենք այդ խսամյան տարիների իրավիճակ, այսօր էլ 30 տարի ավիրում ենք, ինչ ենք անում, գիտե կարծում ենք, չեն կարծում, ավիրում ենք, այսօր է հավատքի հոգևոր ուժն ենք սպանում, աղանդավոր դառնալով, հեթանոս դառնալով, կռապաշտ դառնալով, Այն ժամանակի Աստված պիտի ասի տվել էի, ինչ որ իմը ներեն է քոնն էր, պահիր, պահպանեիր, օգտագործի, ով է քեզ ասում, որ չես պահպանը, այսօր եկեք կանգնի տրտնջում, բայց այս եղբայրը կորած էր, ինքը մոլորված էր, գտնված, դարձի եկավ, դրա համար ավելի շատ պիտի ուրախանաս, մեռած էր, կենդանացավ, հիմա այն մարդը, ով որ հավատացյալ չէ, ով որ իրեն հավատացյալ չի համարում, ով որ եկեղեցուց հեռու է, ով որ հավատքից հեռու է, այդ մարդը, այդ անառակ որդու կերպարի մեջ է։ Հիմա մեզ էլ ընձեռված է,
իբրև հավատացյալ ժողովուրդ քահանայից մինչև վերջի մարդը, որ այդ մարդուն խղճանք եւ դարձի բերենք։ Անում ենք, հաստատ չենք։ Մեր կողքի հարևանը աղանդավոր է, մեր կողքի հարևանը անհավատ է, մեր բարեկամը, մեր ընտանիքի մեջի անդամը անգամ Աստծուց հեռու է, մեր ընտանիքի մեջի անդամը Աստծուց հեռու է։ Երբևէ տկնել ենք, երբևէ տարապել ենք, երբևէ Աստծո խոսքը մեր ընտանիքի անդամներին իբրև ազդեցիկ մարդ քարոզել ենք, երբևէ ասել ենք, որ գիտեք ինչ, անհրաժեշտ է դարձի գալ, անհրաժեշտ է եկեղեցով ապրել, անհրաժեշտ է Աստվածաշնչով ապրել, Աստծո խոսքով ապրել, եկեղեցով ապրել, պատարագով ապրել։ Այս է փրկության միակ հույսը, միակ ճանապարհը, որ վաղը չմիսօր, եթե ընկնենք փորձության մեջ, հաստատ այդ ընտանիքի մյուս անդամները այնքան է եղել այդպիսի դերք։ Մյուս անդամները կանգնելու են քննադատեն այն անդամին, ով որ միշտ եկեղեցի է հաճախում։ Տեսար էդեք ու հավատք, այդքան հավատքի ես գնում մեր ընտանիքի վիճակը ես։ Դուք էլ գնացեք, մի հոգով չի դասավորվում, Աստված չի նայում մեկ արտարի ճակատին։ Աստված նայում է մեղավորներին։ Աստված աշխարհը արտարության արտարների միջոցով չի դատելու, Աստված աշխարհը դատելու է մեղավորների միջոցով։ Վերջը պետք է հասկանանք, աշխարհը պիտի կործանվի, չէ՞։ Ինչի պատճառով է կործանվելու, արտարների, մեղավորների։ Փաստորեն Աստված աշխարհը դատելու է, կործանելու է մեղավորների պատճառով։ Ուրեմն պետք է տան անդամն էլ մտածի, որ ոչ թե այդ ընտանիքը, որ փորձության մեջ է, այն անձի պատճառով է, ով որ միշտ եկեղեցի է գնում, այլ այն անձանց պատճառով է, ովքեր որ եկեղեցի չեն գնում։ Դրա համար է այդ ընտանիքը փորձության մեջ։ Դե բնականաբար արտարն է մեղավորի հետ պատժվելու է։ Այդպես է։ Արեգակը ծագում է բոլորի վրա։ Երբ որ արևը դուրս է գալիս, չի նայում, գիտես ինչ, երկրի վրա մեղավոր կա, արտար կա, կանի արտարների վրա ծագեն, մեղավորների վրա չծագեն։ Երբ որ անձերևը գալիս է, չի նայում, գիտես ինչ, երկրի վրա մեղավոր արտար, բոլորի վրա համատարած թափվում է։ Երկրաշարժ, որ երկրաշարժ հերնում, չի նայում, գիտես ինչ, կանի այն արտարի տունը չցնցեն, մեղավորի տունը ցնցեն, այս աղի տները ցնցելով գնում են։ Էնպես էլ Աստված դատելու է աշխարհը։ Ինքը չի նայելու, դու արտար ես, մեղավոր ես, բոլորին համահավասար դատաստանի առաջ ես գնում։ Հիմա նույնն էլ անառակ որդու պատմության մեջ էր։ Հիմա ավակ որդին ինչով տուժեց։ Շեշտում է, չես պարարտ եզը մորտեց, որ այդքան թանկ պահել էին, գուրգուրել էին, որ ընտանեկան մի հատ լավ խնջույքի ժամանակ ուզե մորտել, մեկի հոպ անառակ որդու համար մորտվեց։ Այդ ուժեց նաև ավակ որդին, չէ, էլ այդ բարի նպատ կարող օրերից մեկ օր ավակ որդուն ամուսնացնում էին, այսպես ասած, այդ ամուսնության համար էին այդ պարարտ եզը մորտում, որ 10 տարի պահել էին մարդիկ։ Էն էլ անառակ որդին եկավ, անառակ որդը վերադարձի համար բռնի մորտին։ Եղավ որ սաղտունը տուժվեց։ Մի նորից պդի տկնեն, մի հատ պարարտ ես պահեն, չարչարվեն, ենքան խոտան, տանեն դաշտ բերեն, մինչև որ մեծանա, որ ինչ-որ բանի համար օգտագործ։ Եղավ որ ուրեմն այդ ընտանիքը տուժեց, բայց ինչից տուժեց, անառակ որդու վերադարձից, բայց շահեց, որովհետև կորած էր, գտա։ Ուրեմն մարդ քրիստոնյան էսպես է բնդացել, սա է սիրտը, ինչի համար ենք ասում Աստվածաշնչի, սիրտն է անառակ որդու առակը, անառակի կիրակի, որովհետև մեր ամբողջ անցած 40 պահքի ճանապարհի առանցքն է, հիմքն է, նպատակն է, սա է մեզ ցույց տալիս, թե մենք ինչից ուր գնացինք, ով էինք ու ինչ դարձանք եւ հիմա ինչպես պետք է հետ վերադառնանք, ում նմանվենք, ում չնմանվենք, նմանվեք անառակ որդուն, բայց մի նմանվեք
ավակ որդու։ Թեև որ այն հավատացյալը, ով որ եկեղեցու հետևորդ է, ով որ հավատքի մեջ ավելի զորավոր է, հավատքի մեջ ավելի ուժեղ է, ինքը Աստծուն ավելի մոտիկ է, թեև որ ինքը Աստծուն ավելի մոտիկ է, բայց այդ դեպքում անգամ չնմանվենք ավակ որդու։ Որ եկու չեմ իսոր չկանգնենք Աստծու առաջ ասենք, Տեր Աստված սաղ կյանքս ամեն կիրակի պատարագի գնացի, սաղ կյանքը ժամերգությունների մասնակից դարձա, տոների, տոնակատարությունների, առիթների մասնակից դարձա։ Իսկ այն անձնավորությունը սաղ կյանքը ցոփ ու շվայտ կյանքով ապրեց, կողակիցս կամ հարևանս կամ բարեկամս կամ չգիտեմ անծանոթ մեկը, երբ որ եկավ դատաստանի օրը, իրան ամենաառաջինը օրհնեցիր, իրան ամենաառաջինը տեղ տվեցիր, դրախտում ամենաառաջինը ինքը մտավ, հետո նոր ես։ Այսինքն, այսպես երբեք չփորձենք մտածել։ Միշտ տկնող, միշտ ձգտող, միշտ ապաշխարող, դարձի գալացող հոգի ունենանք մեր մեջ։ Սա է սովորեցնում երրորդ կիրակին։ Ուրեմն, այս իմաստով է, որ այսօրվա անգամ օրհնության շարականը մեզ հետևյալ խոսքն է ուղղում, ասելով. անսկիզբ հայր միածին որդի, ում առակեցիր մոլորյալ ոչխարին դարձի բերելու համար, քո որդու չարչարանքերով մեզ էլ հետ դարձրու մեղքերից։ Այս խոսքով էլ մենք առաջնորդվենք, որպեսզի Տերը նաև մեզ դարձի բերի, մեր մեղքերից սրբի, մաքրի եւ արժանի դարձնի մեր հին կոչմանը, արդարությանը մեր հոր ընտանիքի մեջ։ Այժմ եւ հավիտյան սամն։ Գնացեք խաղաղությամբ, ում եմ հիշել